Ողջույն, եկեք վերլուծենք Փաշինյանի անցած ճանապարհը։ Իր գլխավորությամբ հայկական ժամանակ պարբերաթերթ, օրաթերթ, մորաթերթ էր, եթե չեմ սխալվում, ինչևէ։ Ինչ կոնկրետ ընդդիմադիր է ինքը միշտ ներկայացել եւ ինչ հարցեր է բարձրացրել կամ ինչ հետևողական նյութեր է տպագրել կոնկրետ ազգային, կոնկրետ Հայաստանի, կոնկրետ հայ ժողովրդի բարօրության համար։ Կա ինչ-որ մի աշխատանք, որ ասենք, ահա, ի շնորհիվ պարոն Փաշինյանի, սա մեր երկրում արվեց, սա մեր ժողովրդի համար արվեց, բացի ատելություն միմյանց հանդեպ, չարախոսություն, նախանձ սերմանելուց բացի, կա կոնկրետ մի գլուխգործոց, հա, կա կոնկրետ մի աշխատանք, որ ինքը արել է ի բարօրություն մեր հայ ժողովրդի, հայ ազգի, թե որպես ազգ, թե որպես պետություն, թե որպես ազգային ինքնություն։ Ոչինչ, ոչինչ։ Խնդրում, եթե ինչ-որ մեկը կա, թող հիշատակի, ասի, այո, իր լրագրող եղած ժամանակ, ասենք հայկական ժամանակը հետապնդել է այսինչ գործնեությանը օգնել է, բացի այն, որ միայն, այո, միայն հրապարակի ընդդիմադիր ինչ-որ նյութեր, միայն իր այդ ռեյտինգը թերթի բարձրացնելու, դա թերթը որ գնելու համար, այո, դա արվել է առաջին էջերում, ասենք այդպես ինչ-որ սենց բուն վերնագրերով ինչ-որ նյութեր, բայց հետևողական որևէ հարց լուծել է։ Եթե տեսել է կոռուպցիային հետևողական գնացել է, փորձել է հասնել նրան, որ այդ հարցը լուծվի, ինչ-որ մի դրական աշխատանք արած կա, անկեղծ ես չգիտեմ, ես ոչինչ չէ, անկեղծ չգիտեմ, միայն, նորից եմ ասում, միմյանց հանդեպ ազգային вот это պառակտում, դրսի հայ, ներսի հայ, Ռուսաստանի հայ, Ամերիկայի հայ, չգիտեմ, Հայաստանի հայ եւ այլն, Ղարաբաղցի, չգիտեմ, այնտեղ գյումրեցի եւ այլն, այդ պառակտումները մտցնելուց բացի, ոչինչ տեսողական, ոչինչ այսպես շոշափելի, դրական ոչինչ չի արել։ Ու դրանից հետո ուզում եք ընտրեք Փաշինյանին,